Փետրվարի 15-ին Ականած սրճարան ցուցասրահում Անտարեսը ներկայացրեց Կարեն Անտաշյանի նոր ժողովածուն։ Ծիլիծով գիրք հմայության հրատարակությունը սպասված էր։ Սա էր վկայում Ականաթի ոչ փոքր սրահի լեփլեցուն լինելը։ Այսպիսի բազմություն գրքի շնորհանդեսին տեսնելը աննախադեպ կարելի է համարել։ Աչք շոյող տեսարանն էլ ավելի հաճելի է թվում, երբ հասկանում ես, որ հեղինակին շնորհավորելու եւ բանաստեղծությունների գիրքը մակագրելու համար եկածների բազմությունը չի կարող միայն բարեկամներից եւ գործընկերներից կազմված լինել։ Այս աժոտաժը, որ կա այսօր գրքի շուրջ, սա ծանր աշխատանքի արդյունք է երկար տարիների, որի ակունքներում իդեպ կանգնած էր նաեւ Կարեն Անտաշյանը, որը ժամանակին ստեղծեց Գրանիշ կայքը, այդ միջոցով փորձեց քարոզել ժամանակակից հեղինակներին եւ այս տարիների ընթացքում մեր նպատակն էր, որ ժամանակակից հայ գրողը լինի ճանաչելի, սիրված, ճանաչված եւ նրա գրքերի շնորհանդեսներն անցնեն այս տեսակ մթնոլորտում, ինչպես նախկինում եւ հիմա անցնում էին շոու բիզնեսի աստղերի ինչ-որ CD-ների շնորհանդեսները։ Սա մի կողմից լավ է գրքի համար, բայց ես այսօր Կարենից շատ, մեր գրականությունից շատ, գրքից շատ ավելի ուրախանում եմ մեր հասարակության համար, որովհետև հատվածությունը գրքին, թեկվածությունը գրքին արդեն մի նոր մակարդակի վկայություն է։ Սա Կարեն Անտաշյանի երրորդ գիրքն է։ 2004-ին նա ներկայացրեց Վերջից հետո սկզբից առաջը, իսկ 4 տարի անց Անտաշատ բանաստեղծական ժողովածուն։ Կարենի պատմվածքներն ու բանաստեղծությունները հրապարակվել են Եղեցի լույս, Գրեթերտ, Նարցիս, Մեգապոլիս, Նյումեգ եւ այլ ամսագրերում եւ թերթերում։ Նա նաև Գրանիշ գրական հիմնադրամի նախաձեռնողներից մեկն է։ Հեղինակի նախորդ երկու գրքերի պես Ծիլիծովը ներկայանում է մեկ ընդհանրական գաղափարական հղացմամբ։ Գիրքը ներառում է բանաստեղծություններ, երազահաններ եւ հմայիլներ, որոնք գրված են հայ հնագույն հմայական բանաձևերի՝ հմայիլ, աղոթք, կապ, պահապան, թուղթուգիր եւ այլն, եւ ժողովրդական խաղիկների ոճով։ Սա իմ ապրած կյանքն է եւ շատ հաճախ այդ բանաստեղծությունները, որ հայտնվել են գրքում, ոչ թե հաջորդել են իրադարձություններին, որոնք տեղի են ունեցել իմ կյանքում, այլ նախորդել են։ Ես դրա համար գիրքը կոչել եմ հմայությունների գիրք։ Շատ հետաքրքիր հարաբերություններ կան խոսքի, բանաստեղծական խոսքի, հմայական խոսքի եւ իրականության միջև։ Եվ գիրքը կարելի ասել այդ խորհրդավոր հմայական հարաբերությունների հետազոտությունն է։ Բոլոր բանաստեղծություններում ես փորձել եմ որևէ լեզվական, նորարարական, փորձարարական խաղարկում անել եւ արդյունքում ես բացահայտել եմ մեր լեզվի ճոխ հնարավորությունները եւ բանաստեղծելու այդ մեթոդը, այսպես ասած, կոչում եմ լեզվի բնազդին հետևելով բանաստեղծել։ Լեզվի բնազդը ինչ է, այսինքն երբ որ լեզվի ծննդյան ժամանակ շատ վաղուց մարդիկ, ասենք, ճյուղ բառը կոչել են ճյուղ, արև բառը կոչել են արև, այդ ինչ զգացողություն է, այդ ինչ զգայարան է, հաստատ չեն օրինել։ Այդ բնազդին պայմանական կոչել եմ լեզվի բնազդ։ Ամեն ինչ մտածված կարգապերված է եւ անգամ բաժինները իրար հաջորդող չափազանց մտածված են եւ այդ գիրքը հմայության ենթախորագիրը, որ ժողովածուն ունի, դա ոչ այնքան, ասենք, կոմերցիոն հնարք է կամ, չգիտեմ, ընթերցողներին գրավելու միջոց, այլ տեքստով ստացած իրավիճակ։ Բավականին թարմ լեզու կա այս բանաստեղծությունների մեջ եւ այդ լեզուն բավական տարբեր է այսօր մեր կողմից կիրառվող լեզվից։ Այսինքն այս սերնդի մեջ, ոչ միայն Կարենի, այլև այս սերնդի այլ հեղինակների մոտ, կարելի է ասել, որ նոր գրական լեզու ստեղծելու միտում կա, նոր գրական լեզվի տենդենս կա։ Սա ինձ հիշացրեց իմ մանկության խաղալիքներից մեկը, կալեյդոսկոպը, որտեղ ամեն ինչ կա, բայց այդ ամեն ինչը կա ոչ թե առանձին, այլ այդ ամեն ինչը կա միասնության մեջ, իր հայելային անդրադարձների մեջ, իր խաղերի մեջ, եւ սա նաեւ խոսում է նրա մասին, որ այս հեղինակի աշխարհընկալման մեջ ամեն ինչը շատ լավ տեղավորված է։ Դա շատ կարևոր բան է, որտեղ մենք սովորաբար նախկինում ունեցել ենք, ասենք, սենց բաներ, չէ, սևեռումներ, ասենք, հայրենիք, չգիտեմ, սեր, քնարական բաներ, այստեղ ամեն ինչը կա ու իր սահմանները չունի ոչինչը։ Այս իմաստով ես շատ գնահատում եմ։ Վաճառքում կլինի գրքի միայն 365 անվանական օրինակ,
յուրաքանչյուրը տարվա 1 օրվա համապատասխան։ Շնորհանդեսից առաջ հեղինակի կայքում գործող առցանց օրացույցից կարելի էր ընտրել ցանկացած օրվա անվանական օրինակը եւ նախապես ամրագրելով այն ստանալ անվանական էջանիշով։ Անտաշյանի գրքերն իր իսկ խոսքով մեկը մյուսի շարունակությունն են։ Այս գիրք նախորդից Անտաշատի վերջից անցել է որոշակի փոփոխություններ կրած էա բանաստեղծությունը, իսկ Ծիլիծովն ավարտվում է երազահաններով, որոնց եւ նվիրված պիտի լինի հաջորդ դեռ չգրված գիրքը։ Մարիա Հովսեփյան, Գևորգ Հարոյան, Civilnet։